Մեր նախագիծը թույլ կտա, որպեսզի ինքնավար համակարգերը մուտք գործեն մարդկանց միջավայր ավելի ապահով եւ անվտանգ տարբերակով, որպեսզի ապահովեն ոչ միայն անվտանգությունը մարդկանց նկատմամբ, այլ նաեւ մեկը մյուսի նկատմամբ։ Նմանատիպ միջավայրեր են մարդկանցով լի ճանապարհները, այլ ավտոնոմ համակարգերով աշխատող միջավայրերը, գործարանները եւ այլն։ Իսկ նմանատիպ ինքնակառավարող համակարգեր են դրոնները, ռոբոտները, ինքնավար մեքենաները։ Խմբի խորհրդատուն այց կատարեց Հայաստանի Հանրապետություն։ Մենք ունեցանք բազմաթիվ սեմինարներ, քննարկումներ, գաղափարների փոխանակումներ, բացի այդ նա հանդես եկավ երկու տարբեր զեկուցումներով, ինչպես Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողների շրջանակներում, այնպես էլ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում գիտական համայնքի առջև պլանավորվում է այս տարի թեմայի շրջանակներում երկու անց այց կատարեն Մոսկվայի պետական համալսարան խորհրդատուի լաբորատորիա, այն գաղափարները, որոնք որ քննարկվել են 2025 թվականին, դրանք գեներացնելու որոշ չափով, որը որ մեզ այստեղ հաջողվել է քննարկելու, որոնք էլ որ չեն հաջողվել, այնտեղ իրականացնելու համար։ In my project, I'm working on a new class of two-dimensional materials. We call it Maxens. They are discovered in 2011. Actually, I'm trying to use computational techniques to design new ones and also investigate their potential for designing new efficient batteries, new efficient energy storage systems or supercapacitors. Տպագրել ենք այս դրամաշնորհի շրջանակներում 3 հոդվածներ, տարբեր միջազգային ամսագրերում, հեղինակավոր գիտական, մեկը Q1, հաջորդը Q2 եւ Q3, մեկ միջազգային գիտաժողովի նյութ է որպես հրապարակվել։ Գիտական խումբը հիմնականում իրականացնում է քարակոսերի եւ սենկերի բազմազանության հետազոտություն, բայց բացի դրանից նշեմ, որ մենք տարբեր այլ ուղղություններով հետազոտողների հետ ենք համագործակցում եւ փորձում ենք հասկանալ օրինակ ինչպես կարող ենք կիրառել քարակոսերի տարբեր նյութերը, որոնք իրենց մեջ տարբեր բժշկության նպատակով եւ այլն եւ այլն։ Անցել ենք ճանապարհի կեսը եւ արդեն բավականին շատ արդյունքներ ունենք եւ դրական է տրամադրված եւ հաջողությամբ ունենանք այնպիսի տվյալներ, որոնք թե գործնականում մեր կյանքում կարողանանք կիրառել եւ թե հարստացնենք մեր գիտելիքը քարակոսերի մասին։ Մենք ստացել ենք նանոմասնիկներ կենսածին սինթեզով, օգտագործելով Հայաստանի բուսական պոտենցիալը, էնդեմիկ բույսերը, որոնք կիրառվում են բժշկության մեջ։ Հետազոտությունների ընթացքում ծրագրել ենք մի շարք աշխատանքներ, բարձր իմպակտ ֆակտոր ունեցող ժուրնալներում։ Ես հուսով եմ, որ կունենամ գոնե կենսաբանորեն ակտիվ մեկ միացություն, որը կարող է հավակնել որևէ դեղի նմանակ լինելուն։ Նպատակներից մեկն էլ ստեղծել Հայաստանում գիտական ուժեղ համայնք հենց ինքնակառավարման համակարգերի ոլորտում, որպեսզի համաշխարհային մակարդակով Հայաստանը ունենա իր ուրույն տեղը։ Այս կոնֆերանսը որպես այդպեսին, որն անցկացվում է Հայաստանում, շատ ողջունելի է, որպեսզի ստեղծի գիտական էկոլոգիական համայնք, որտեղ բոլորը կարող են միմյանց հետ կիսվել, հաղորդակցվել, իրենց խնդիրների լուծման ինչ-որ մոտեցումներ տեսնել։ Ես օրինակ արդեն 2 համար ունեմ համագործակցության հետ կապված, որոնց պետք է զանգեմ եւ մենք փորձենք համատեղ համագործակցություն ձևավորել։